5 ամիս առաջ պապուն հուղարկավորած 35-ամյա Վահեն մինչև օրս չի կարողանում սոցիալ-նախարարությանն ապացուցել, որ 77-ամյա ծերունին մահացել է։ Գերեզմանն ու գյուղապետի տված թուղթը նախարարության համար բավարար ապացույց չեն, պահանջում են դատաբժշկական փորձաքննության փաստաթուղթ ներկայացնել։ Ողջ կյանքը գյուղում ապրած Վահե Մաղսուդյանը չգիտի հուղարկավորությունից հետո ինչպես եւ ումից ստանա այդ թուղթը։ Մեկ բան սակայն հստակ է, եթե առաջիկա 20 օրում այն չգտնի, կզրկվի հասանելիք 200,000 դրամ թաղման նպաստից։ 3 անչափահաս երեխա ունեցող երիտասարդն ասում է, հուղարկավորությունը պարտքով է արել, հույսով, որ նպաստի գումարով հետո կմարի։ Էլ ինչ ապացույց են ուզում։ Գյուղապետարանի թուղթն էլ կա, բժիշկը ներկա մարդ, որ ինքը տեսել է, գյուղապետարանի աշխատողի հետ եկել է, տեսել է մահացած։ Ոնց ապացուցենք, որ այդ մարդը մահացել է։ Էլ դրանից են կողմ ապացույց։ Ոնց արում։ Լոռու մարզի Աթան գյուղի ամբուլատորիայի բժիշկը դեպքի հաջորդ օրը տեսել է դին, բայց հրաժարվել է մահվան պատճառի մասին վկայող փաստաթուղթ տալ, պնդելով, թե դա միայն դիահերձելուց հետո կտրամադրվի։ Վահե Մաղսուդյանը մինչդեռ պնդում է, հերձելու համար լրացուցիչ գումար չի ունեցել։ Դե մեր մոտ տենց բան չի եղել, որ ես չեմ տեսել, ինչքան ապրել եմ ես այդ գյուղում, շտապ օգնություն, տենց բան չկա։ Կամ պետքա բերենք մարդուն քաղաք դիահերձենք, կամ քաղաքից պետքա դիահերձող տանենք, գյուղում դիահերձենք, դա ծախսի հետ կապված բաներ է, պրոբլեմներ է, էլի։ Հետո մենք իրան պետքա բերենք քաղաք, քաղաքից նոյեմբերանի Ոսկեպար գյուղում ենք հողավորել, ստեղից էլ պետքա տանենք այնտեղ, եկա խնդիր է։ Առողջապահության նախարարի հրամանով արգելվում է դիահերձումից հրաժարվել, եթե մահացածի հիվանդության ախտորոշումը հայտնի չէ։ Սա հենց այդ դեպքն է, ասում է առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական քաղաքականության վարման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը, ընդգծելով, որ ըստ գյուղի բժշկի 77-ամյա ծերունին երբևէ որևէ գանգատով իրեն չի դիմելու, որպես հիվանդ չի գրանցվել։ Եթե մենք ախտորոշում ենք չճշտված ախտորոշում, դա գրում է դատաբժշկական փորձաքննություն։ Ես չեմ ուզում որևէ վատ բան որևէ մեկին ասել, բայց ոչ մեկը չի կարող բացառել, որ տվյալ դեպքում մահը կարող է վրա հասել բռնի որևէ միջամտությունից։ Հիվանդը որևէ անգամ բժշկին չի դիմել։ Եթե նույնիսկ հարազատները ներկայացնեն, որ ինքը պարկած է եղել քրոնիկ երկար, ապա որևէ հետազոտություն, որը իրականացվել է, անալիզներ, բժշկի խորհրդատվություն չկա։ Մահացածի թոռը մինչդեռ հակառակն է պնդում։ Դեպքից 2 ամիս առաջ պապը ստամոքսի ցավից է գանգատվել։ Դիմել է հենց նույն բժշկին։ Այն որ ոտի վրա էր կարում էր քայլի, գնացել է մոտը, բուժկետ գնացել է։ Մի անգամ գնացել է, դիմել է։ Դե եթե գրանցում էր, այդ վաղտ էլ պետքա գրանցած լիներ։ Առողջապահության նախարարության պաշտոնյան պնդում է, այսպիսի հարցերը լուծվում են միայն դատարանով։ Դատարանի ճանապարհը ցույց տվեցին նաև սոցիալ-նախարարությունից։ Չքավորության մեջ ապրող լոռեցին պնդում է, դատարան դիմելու համար գումար չունի, հենց գտնի կշարունակի պայքարել։ Մինչ այդ հստակ է, մահացած պապը կշարունակի մնալ ողջերի ցուցակում։